Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներին, ինչպե՞ս եք սիրելի հետևորդներ ջան։ Օրը երկուշաբթի է և ես պատրաստվում եմ գնալ աշխատանքի։ Հիմա ես ուզում եմ մեկ բաժակ սուրճ խմեմ։ Իհարկե ոչ բոլորդ եք այս ժամին արթնանում, սա իմ սովորական նորմալ ժամն է։ Հիմա սուրճս կբերեմ։ Երեկ երեկոյան ամանները լվացել եմ ու չեմ հասցրել սրբել, տեղավորել և հիմա սուրճս խմել, եթե ժամանակ ունենամ կփորձեմ ես տեղադրել, տեղավորել։ Այս գդալը քանի որ փոքր է, մի փոքր էլ ավել եմ սուրճ լցնում։ Սուրճը թող լինի։ Երեկ ես մեղրով տորթ եմ թխել։ Այդ տորթից հիմա կտրատեմ, որ մի քանի կտոր էլ հետս տանեմ աշխատանքի վայր։ Համել տեսեք ինչ ձևի է եղել, ինչպես է եղել։ Երեկ չնայած մի քանի կտոր կերել ենք, փորձել ենք, շատ համեղ, հավեսին։ Սա էլ այսպես կտրեմ թողեմ, Լիլիթը տանն է, սիրելի հետևորդներ ջան, որ չհլնի, կտրի, փշրի, լցնի։ Սա էլ կտրեմ, կզարթնի, կարթնանա, կուտի։ Սիրելի հետևորդներ ջան, այս սուրճ խմելը ինձ թվում է բոլորիդ մոտ է այդպես, արթնանում ես, լվացվում ու առաջնահերթ վազում ես խոհանոց, որ սուրճ պատրաստես ու խմես։ Մի փոքր էլ մեղրով տորթ վերցնեմ։ Այս մի կտորը ինձ բավական է։ Այսպես կդնեմ այստեղ։ Սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից վերադարձել եմ, տեսեք ինչ լավ խաղող եմ գնել, դեղին, քաղցր, իսկական չամիչի խաղողներ։ Մի երևի մի կիլոգրամ էլ վարունգ եմ վերցրել ու եկել եմ տուն, ինչ եմ անում հիմա։ Մասուրի օղու հումքը հասունացել է, պետք է ես հիմա մասուրի օղին թորեմ։ Եղանակն էլ անձրևային է, ցուրտ է դրսում, մեզ մոտ հեռու սարերում արդեն ձյուն է նստել, ձյուն է դրել սարերին, նոր մտա տուն, լավ անձրևն էլ սկսվեց, չեմ թրջվել։ Ահա Լիլիթին էլ ուղարկել էի, որ տարամ բերի, որ լցնեմ հումքը մեջը։ Նասկյակի, լվա նոր կեր, Լիլիթ, լվա։ Ահա սիրելի հետևորդներ ջան, սա էլ մասուրի օղու հումքը, ջուրը զուլալվել է, ես իհարկե փորձել եմ, հաջան, կմաքրենք, հասպաս, ես հոտից էլ եմ գուշակում, թե հասունացել է օղու հումքը, թե ոչ, ասեցի, չէ, որ վաղը պատրաստ կլինի, և ահա ես ջազվայի մեջ էլ լցրեցի ու վառեցի, լավ վառվեց, ահա, մի հատ լավ այսպես խառնում եմ,
Ինչ եմ ուզում ցուցադրել հումքը, սիրելի հետևորդներ ջան, ուրից կլինի օղի, համ եմ տալիս, որ իմ բոլոր օղիները մրգերից են, հատապտուղներից, ոչ մի համ, հոտ, ոչ մի սպիրտային խառնուրդ չկա, ահա, ահա, հումքը լցրել եմ և սարքավորումներն էլ ամբողջը ոսկագծերով տեղադրել, այստեղ խմորել և սպասում եմ, որ եռա օղին գա և տարաները լվացել եմ, սառնարանում ահագին պղպեղներ ունեմ, հիմա սրանք պետք է գազօջախի մոտ, սրանք սխտորով տարբերակով սարքեմ, առանձին դրել եմ, սրանք ծիծակներ են, սրանք էլ առանձին, հիմա սա էլ կանեմ, սիրելի հետևորդներ ջան, ահա օղին գալիս եմ, 60 աստիճան է եկել, ահա, զուլալ օղի է, առայժմ ոչ մի բարդություններ չկա, նորմալ իր հանգով հունով գալիս է, ես էլ անցնեմ իմ գործերին, կարևորը սկզբի պահն էր, ամեն ինչ նորմալ է, այստեղ արդեն ես պետրուշկանել եմ լվացել, կտրատել, սխտորնել և հիմա ձեռքի հետ այս պղպեղները ես ձեթով, բուսայուղով, սխտորով տենց տապակեմ, ոնց որ միշտ պատրաստում եմ, շատ չեմ, 2 ատամիկ սխտոր, այսպես, որովհետև գիտեք, ես վերջում եմ ավելացնում սխտորը, սրանք իմ կարծիքով քաղցր կլինեն, էլի պոչերը մի փոքր կտրատել եմ և ծայրերը, սիրելի հետևորդներ ջան, ահա սա էլ պատրաստեցի, 3 աման, սա կծու, տենց շատ ուժեղ կծու պղպեղներ են, կարմիր կծու պղպեղ, կանաչի հետ, այս կաթսային միջինը ծիծակներ են, իսկ սա էլ կարմիր քաղցր պղպեղներ, 3-ն էլ շատ լավ ստացվեց, թող սառի, հետո ես կտեղափոխեմ սառնարան, բույրը տարածվել է ամբողջ խոհանոցով մեկ, այդ սխտորի բույրը մի խոսքով շատ համեղ է լինում և նկատած կլինեք, թե ես ինչքան շատ եմ պատրաստում, հենց վերջանում է, պատրաստում եմ, սառելուց հետո ես երևի կեսը դնեմ սառցախցիկ, մոռացա, սա հյութն է, ամեն մեկի վրա մի քիչ այսպես կլցնեմ, հետո էլ ասում եք սիրելի հետևորդներ ջան, գործերդ քչացել են, թեթևացել են, հողամաս չես մշակում, գնացե գործի եկել եմ ու անմիջապես օղին եմ թորում, տան գործեր, կիսատ-բռատ գործեր, ոչ բոլոր գործերն եմ նկարահանում, ցուցադրում, միշտ գործեր, տները մաքրեցի, ավլեցի, շորեր կան, ծալեցի, արդուկեցի, մի խոսքով, այս ընթացքում, սիրելի հետևորդներ ջան, այս ընթացքում ես խոհանոցային գործեր եմ անում, խոհանոցից չեմ բացակայում, որովհետև օղի եմ թորում, պետք է ուշադիր լինեմ և իմ, այսպես ասած, ձեռքի հետ իմ գործերն եմ անում, սրանք չամիչներ են, կարելի ասել անկորիզ են և կեսը չորացել է, կեսը ոչ, հիմա առանձնացնում եմ, այս կույտը չորերն են, տեսեք ինչ լավ է եղել, սրանք չորերն են, իսկ սրանք էլ փափուկները, փափուկները առանձնացնում եմ, կփռեմ կչորանա, չորերն էլ մի թեթև կխաշեմ, որպեսզի հավասարվի փափկությունը ու կվերցնեմ, անգամից պոչերն էլ եմ պոկում,
Բա ամեն աշխատանքը իր դժվարությունը ունի։ Որ չորանա։ Ոչ պիտանի չամիշներ, պոչեր։ Սիրելի հետևորդներ ջան, օղի թորելը դեռ շարունակվում է։ Շատ երկար ու դժվար աշխատանք է եւ ես իմ գործերը համարյա վերջացրել եմ։ Ու գիտեք ինչ է եղել, Լիլիթը ինձ հրավիրում է համերգի։ Լիլիթը ինձ հրավիրում է համերգի։ Ուզում է բարի, ես էլ նայեմ, նկարեմ։ Հա, գնանք տեսնենք Լիլիթը ինչ ձև է պարում։ Լիլիթի պարը բռնել է։ Այստեղ են չէ ասում, մկան մահը, կատվի խաղը։ Հիմա իմն է։ Լիլիթը ուզում է բարի, ես էլ հոգնած եմ, բայց պետք է գնամ նայեմ։ Ուր է Լիլիթը։ Հա, Լիլիթ։